Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի այսօրվա հյուրը Հայաքվե վարչության անդամ, անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն է։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, այս ընթացքում ոնց ինչ մեր հարցազրույցը անում ենք, դուրսում բավականին այսպես թեժ լարված իրավիճակ է, տեսնում ենք, որ մեծ թվով ոստիկաններ են Երևանի փողոցներում հենց կառավարական ամառանոցի դիմացը եւ հաղորդագրություններ են տարածվում, որ Երևանում ընդդիմադիր շարժման աջակիցների են ձերբակալում, ու այս ամենը այսօր սպասվող հանդիպման Էրդողան Փաշինյան հանդիպման ֆոնին ձեր մեկնաբանությունը ինչով է սա պայմանավորված։ Նայեք, այստեղ երկու ֆոն կա, ասենք արտաքին քաղաքական, այդ ինչպես նշեցիք այդ հանդիպումը եւ ներքին այս լարվածությունը, որտեղ որոշ տեղեկությունների ինձ որ հայտնեցին, ըստ որոշ լուրերի, նույնիսկ համար 1 հայտարարված ոստիկանական զորքերում եւ այլն։ Նայեք, արտաքին քաղաքական մենք ունենք այս հետեւյալ իրավիճակը, այս պահի դրությամբ։ Հայաստանը գտնում է որոշակի անվտանգային վակուում։ Մենք շատ հաջող բառը չակերտավոր ասած խզել ենք մեր հարաբերությունները մեր այն հիմնական գործընկերների հետ ու մենք կարող ենք այդ հարաբերությունները կառուցել, դա թե Ռուսաստանի Դաշնությունն է, դա թե Միացյալ Նահանգները, կարող ենք ասենք որ ամբողջովին ձախողված է մեր հարաբերությունները եւ Եվրամիության եւ նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ռուսական օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց փաստը սա է։ Մենք այն գործընկերներում հետ իսկապես կարող ենք երկարատև անվտանգային հենց ուզում եմ այդ բառը շեշտեմ, հենց անվտանգային սպեկտրով հարաբերություններ կառուցել են շատ հաջող կերպով գործող քաղաքական ռեժիմը ձախողել է։ Եվ հիմա գնացել են Էրդողանի դուռը խնդրելով աղաչելով անվտանգային հենց այդ համակարգի իր այսպես ասենք թուրքական անվտանգային համակարգի մեջ Ինչ որ փաստաթուղթ կստորագրվի այսօր։ Գիտեք, ես դժվարանում եմ ասել, ես կասկածում եմ, որ ինչ որ փաստաթուղթ կստորագրվի այսօր, որտեղ ադրբեջանական կողմը հակված չի վերջնական փաստաթղթի, բայց չենք բացառում, որ ինչ որ նախաստորագրման կամ ինչ որ հերթական զիջման մասին որոշակի պահանջներ կլինեն, որտեղ չմոռանանք Թուրքիան անդադ ադրբեջանական կողմը անդադ պահանջներ է դնում, իսկ Թուրքիան հստակ կերպով իր մոտեցումը ձևակերպել է։ Սա հետեւյալն է։ Կատարեք Ադրբեջանի բոլոր պահանջները եւ մենք պատրաստ ենք ձեր հետ, ասենք ասենք ընկերություն անել, չակերտավորելու վերցնենք այդ ընկերություն բառը, որտեղ Թուրքիայի պահանջը, ասենք թե հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից, սրանք փաստացի կատարել են, արդեն հայտարարել է, որ չկա այդ հարցը մեր արտաքին քաղաքականության մեջ։ Այսինքն շատ հնարավոր ինչ որ բան նախաստորագրվի, ու ես հավանականությունը շատ ցածր եմ համարում, բայց այնուամենայնիվ եկեք դա էլ չբացառենք։ Եվ նաև բացառված չէ, որ նմանատիպ որ այսօրվա այս ակտիվությունը կա ոստիկանության կողմից, նույնիսկ այն լուրերը, որ ինչ որ ակտիվիստներ են ձերբակալել, հենց այդ ֆոնի համար են արված կամ ներքին ինչ որ կեղծ լարվածություն ստեղծել։ Այսքան կարող է պարզապես շոուի մի ականատես։ Եկեք չմոռանանք 8 տարվա ընթացքում գործող քաղաքական ռեժիմը նմանատիպ շոուներ բազմաթիվ անգամ կազմակերպել է, կեղծ լարվածություն ստեղծել շեղելու համար այն խնդիրներից որ կա։ Իսկ նույն եկեղեցու շուրջ ստեղծած լարվածությունը պարզել որ սա որոշակի շոու էր արտաքին քաղաքականության եւ զիջումների համար 1, այդ զիջումներից բնակչությանը մի մասին շեղելու համար 2 եւ նա ինչու՞ չէ նաեւ բացառված չէ, այսինքն ոչ թե բացառված չէ, այլ ես համոզված եմ, սա նաեւ թուրք-ադրբեջանական որոշակի պահանջ էր եւ ինքը massam կատարելով այս պահանջը մեկնել է զեկուցելու որ Անկարայից եկող հանձնարարականները կատարվել են։ Պարոն Մանվելյան, իշխանությունները մի նոր նախագիծ են, այսպես ասած, շրջանառել, Նիկոլ Փաշինյանը ասաց արդեն ազգային ժողովում է, բայց որ պատգամավորից հետաքրքրվեցինք, նրանք դեռ տեղեկություն չունեն։ Խոսքը հեծը պետականացնելու մասին է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պարզաբանում, այս ամենը պայմանավորված է նրանով, որ դժգոհություններ կան հեծից, հաճախ աշխատանքը խափանվում է, այդ պատճառով որոշել են ազգայնացնեն հեծը, բայց չի նշում, թե ինչ մեխանիզմ, ինչ իրավական հիմք է այս գործընթացի, այսպես հիմքում դրվելու։ Դուք մեկնաբանեք, թե ինչպես են այս գործընթացը իրականացնելու, ոնց եք պատկերացնում սա։ Նայեք, թե ինչպես են անել այդ գործընթացը, սա առանձին թեմա է, որտեղ սա ասեմ, ուրիշի սեփականությունը խլելու գործընթացի նման մի երևույթ է, որ նրանք փորձում են կազմակերպել։ Կհաջողվի արդյոք սա նրանց թե ոչ, նորից ես կասկածում եմ, որտեղ
այս մարդիկ ոչ մի գործ մինչև վերջ չեն կարողանում հասցնել եւ ամեն ինչ ձախողում են։ Հիմա նայեք, հեծը մեր էներգետիկ անվտանգության գերկարևոր մասերից մեկն է, որտեղ մենք այսօր էլեկտրաէներգիա ունենք հենց հեծի կայուն աշխատանքի շնորհիվ։ Եկեք չմոռանանք, որ հեծը Տաշիր գրուպի կողմից սեփականաշորել ավելի շուտ գնվել այն ռուսական Raviyesից եւ այդ բանը գտնում է շատ վատ վիճակում, որովհետեւ հայկը ընդհանրապես էլեկտրացանցերը սա մի համակարգ է, որը երբեք էլ ինքը եկամտաբեր չէ, բայց ինքը միաժամանակ պահանջում է անընդհատ ներդրումներ։ Եթե դուք այդ համակարգում ներդրում չեք անում, համակարգը շատ արագ մաշվում է ու սկսում է ոչնչանալ ու քանդվել։ Ինչ որ տեղի ունենում Հայաստանում 2015 թվականի դրությամբ, երբ Տաշիր գրուպը վերցրեց հեծի։ Ես միայն մի քանի թիվ ասեմ։ 10 տարվա ընթացքում Տաշիր գրուպի ներդրումները հեծի համակարգում կազմել է $680 միլիոն։ Այսինքն ամբողջովին այդ համակարգը թարմացվել է, մոդեռնիզացվել է, ավելի ժամանակակից է ստացել, հիշում եք, նույնիսկ տներում գտնվող այդ համակարգերը, հին համակարգերը փոխարինվեցին նորերով, բաշխիչ համակարգերը եւ այլն, այսինքն ահռելի ներդրումներ են արել։ Հիմա եթե դուք խլում եք այդ սեփականությունը, մի քանի հետևանք է ունենում։ Հետևանքը առաջին, ով այդ ներդրումները կատարելու։ Պետական բյուջեն այն չի կարող անել, որտեղ պետական բյուջեն ծված է եւ գրված է մինչեւ վերջ։ Հետեւաբար սա նշանակում է նորից պետք է արտաքին պարտքեր վերցնեն, որպեսզի այդ համակարգը սպասարկեն։ Որտեղ եթե դու այդ ներդրումները չանես, հեծում ինքը համակարգը սկսում է մաշվել եւ շատ կարճ ժամանակ հետո ուղղակի դադարում է աշխատել։ Այսինքն սա նշանակում է մեկ կգնան արտաքին պարտքի մեծացման ճանապարհով, կամ ամենավատագույն ճանապարհը ինքը ծախեն որցեր մեկի, բայց ցանկացած մեկը որ առնի հեծը ի տարբերություն Տաշիր գրուպին, ապա առաջին պահանջը որ դնելու է Հայաստանի կառավարության առաջ, դա էլեկտրաէներգիայի գների, սակագների բարձրացումն է։ Իսկ այդ գործընթացը ոնց պետք է կատարվի։ Ենթադրենք հիմա կառավարությունում է, ինչպես հասկացանք, ոնց են այդ փուլը ոնց է դուք պատկերացնում, ինչպես պետք է կատարեն։ Դե հավանաբար երևի ինչ որ օրենք կբերեն, ինչ որ օրենսդրական փոփոխություն կանեն, այս օրենսդրական մակարդակով ես դժվարանում եմ ասել ոնց կանեն։ Հավանաբար ինչ որ օրենսդրական մակարդակով ինչ որ կեղծ որոշում ինչ որ հանձնաժողով կգնա կստուգեն կեղծ բան կա ներկայացնում իբր թե իրավիճակը շատ ծանր է եւ շատ վատ է հեծում, որոշում կընդունեն այն ազգայնացնել, ես նույնիսկ այդ ազգայնացումը չեմ պատկերում, սա ոնց են անելու։ Խլելու են հարձակ հեծը իր սեփականատիրոջից, թե դնը պահանջելու են որ դրվի միջազգային վաճառքի եւ այլն եւ այլն։ Այսինքն սա բիզնեսը խլելու մի Այ երկրորդ հետևանքը ես սա եմ ուզում նշեմ։ Սա ավելի շատ նմանվում է այս պահին գոնեին հայտարարության, որ մենք ունենք բիզնեսը խլելու փորձի մասին։ Եվ սա նորից շատ վատ sense իմիջային հարված է Հայաստանի Հանրապետությանը։ Այո, իհարկե բոլոր այն ներդրողները, ովքեր որ ցանկանում էին ինչ որ ներդրում անել ցանկացած ուղղությամբ, կսկսեն մտածել, թե sense խոշոր ներդրողի, որը միայն $680 միլիոն ներդրում է արել Հայաստանում, այս համակարգը ամբողջովին թարմացնել, նրանից իր սեփականությունը գողանում են առանց փոխհատուցելու, սա իհարկե շատ լրջագույն խնդիր է։ Սա կբերի նա, որ իսկապես Հայաստանում ներդրումները կկանգնեն, իսկ նկատենք, որ Հայաստանի տնտեսական վիճակը հատկապես 2025 թվականին մենք սկսել ենք միայն մինուսներով։ Թե արտաքին առևտրի մեջ, թե ներմուծման, թե արտահանման բոլոր տեղերում մենք ունենք անկումներ, թե արտադրական հզորությունների շատ լուրջ անկում կա հանքարդյունաբերության մեջ։ Այսինքն այս անկումային ֆոնին մնում էր պակաս, որ հիմա էլ էներգետիկ այս համակարգը խախտվի։ Նաև մի բան էլ ուզում եմ ձեզ հիշեցնեմ, կապված էներգետիկայի մասով, որ Թուրքիան նաև մի պահանջ եւս է դրել ատոմակայանի փակումն է։ Այսինքն հեծի ֆոնի եթե դրվի նաև այս պահանջը, որը բացառված չէ, այսօր էլ քննարկվում է դա Անկարայում, ապա մենք հայտնում ենք իսկապես շատ ռիսկային եւ շատ անողոք, ասեմ, դաժան առումով իրավիճակում սա կբերի Հայաստանի էներգետիկա եւ որպես կանոն ազգային անվտանգության համակարգի բավական լուրջ թուլացման, եթե չասենք փլուզման։ Այսինքն այսօր այդ հարցը ատոմակայանի կարծում եք օրակարգում կլինի։ Ես ենթադրում եմ, որտեվ բառացիորեն 1 ամիս առաջ Երևանից ոչ շատ հեռու Իգդիրում, թուրքական ցավոք սրտի սպայն թուրքական Իգդիրում հավաքվել էին այսպես կոչված թուրք-ադրբեջանցի էկոլոգներ, որոնք այդ պահանջը դրել էին։ Նկատել որ այդ պահանջը նախկինում էլ էին դնում, բայց ինչ սրանք եկել են իշխանության, հատկապես վերջին 3-4 տարում այդ իսկ ատոմակայանի փակման պահանջը պարբերաբար դրվում է։ Հետո նորից նկատեմ, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության էներգետիկ համակարգի թուլացում, սա ադրբեջանա-թուրքական ծրագիր է։
Եվ բացառված չէ որ հեծի նկատում այս հարցակումը, սա հենց ադրբեջանա-թուրքական այս ծրագրի իրականացման եւ այդ զեկույցով մարդիկ մեկնում են Անկարա ներկայացնելու որ այս հանձնականը եւս կատարվել է հարցակում եկեղեցու վրա, հարցակում Հայաստանի էներգետիկ համակարգի վրա։ Այսինքն կարող է գալ մի պահ, որ Հայաստանը ամբողջապես արդեն էներգետիկ առումով կախվածություն ունենա հետ Թուրքիայից կարող է։ Իրեք մենք մի ժամանակաշրջան ենք ապրում, որ բացառել ինչ-որ բան չեն կարող։ Որտեվ տենում ենք էլ այն պահանջները, որ Ադրբեջանը դնում է հերթականորեն դրանք կատարում են սահմանադրության փոփոխություն, չգիտեմ, միջանցքի հանձնում, շնորհք երկար ժամանակ ասում էին սա, որ ոչ միջանցքել չկա, հիմա սկսել են այդ թեման կարծես թե փակել ու չեն հերքում այդ թեման, այլ ընդհակառակը որ ինչ որ ճանապարհներ կտրվի։ Միջանցքչիրները ասում են ճանապարհ։ Իսկ հիմա էլ ճանապարհ են փոխում։ Հիշենք մյուս պահանջը Ադրբեջանի դա 300,000 մինչև ադրբեջանցին գալու, որի մասին բառացիորեն 2 օր առաջ նորից Ալիևը խոսացել է, որ ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու իրենց այսպես կոչված պատմական հողերը։ Հիշենք բառացիորեն մի քանի օր առաջ Ոման Փաշազադե Բաքվում նստած հայտարարել որ Իջմեածին իբր թե դա ալբանական է եւ այլն, այսինքն Ադրբեջանը։ Այսօր օրակարգում համայնքների միավորման հարց են բերես, թե սա այս ամենը փոխկապակցված է, թե պարզապես մի քաղաքական գործընթաց է։ Նայեք, ես կարծում եմ այս ամենը հատկապես այդ համայնքների մեծացում կախված է նաեւ, որ այդ մարդիկ շատ լավ գիտեն։ Այսօր դրության համայնքային ցանկացած ընտրություն իրենք վերջացնելու են պարտությամբ։ Եվ որպեսզի հերթական պարտությունը չգրանցվի Էջմիածին, իրենք փորձում են կեղծ միավորում անել, այսինքն խոյ համայնքը միացնում են Էջմիածին եւ փորձում են այնտեղ ընտրություն կատարել, իբր թե այնտեղ ունենալով ոմն մեկին, որը իբր թե ԿՊԱ-ական է եւ բարձր վարկանիշ ունի։ Այսինքն խոսքը գնում է իրենց այսօրվա արմատների մարզպետի մասին, հա։ Բայց ես համոզված եմ, որ ԿՊ-ն միևնույն է, ցանկացած տեղ հիմա պարտվելու է միայն։ Պարոն Մանվելյան, նաև անդրադառնանք մեր հարևան երկրում կատարվող հայրադարձություններին, իրավիճակը կարծես գնալով լարվում է, հա։ Այս ամենը ինչպես է անդրադառնալու Սյունիքի վրա ու Աստված մի արասցե, եթե տարածաշրջանը հակամարտության լայնանա, արդյոք պատրաստ են կանխարգելիչ գործողությունների Սյունիքի մասով։ Հենց մեր անմիջապես հարևանությամբ ցավոք սրտի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լայնածավալ հարձակում է սկսել։ Ցանկացած նորմալ իշխանություն եթե լիներ Հայաստանում, բացի ցած առաջին բանը որ կանային անվտանգության խորհրդի նիստը ավելի գոնե քննարկելու հասկանալու թե ինչա կատարում եւ ոնց կարող ձեր ասած ինչ սցենարներ կարող են Հայաստանի շուրջ զարգանալ եւ ոնց կարելի է դա կանխարգելել։ Եթե չեն սխալվում, իրենցից պատգամավորներից մեկը նշել էր, որ հրավիրվել է, բայց ոչ հանրային, այսինքն չի հանրայնացվել այդ ամենը։ Չեմ կարծում որ իրանք հրավիրեին դա չհանրայնացնեին, ավելի շուտ ոչ էլ հրավիրել են, ուղղակի կեղծ ձևով փորձում են տենց կեղծ լուրեր տարածել, որտեղ իսկապես նայեք Սյունիքը ցավոք սրտի նորից այսօրվա քաղաքական ռեժիմի թեթև ձեռքով դարձել է Հայաստանի ամենախոցելի տեղ, ասենք Բարիզբունի մասով ծախել են Արցախը Ադրբեջանի եւ Սյունիքը հարվածի տակ են դրել։ Մինչև հիմա Սյունիքը պաշտպանված էր մինչև այս վերջերս, դեռ 1 տարի առաջ այս օրերին, երբ չէին հանձնել Արցախը Ադրբեջանին եւ ու այս պայմաններում, չէ, 2 տարի առաջ կներեք, եւ այս պայմաններում դեռ Սյունիքը կարելի էր պաշտպանել, իսկ երբ Արցախը շրջապատված էր։ Սյունիքն է առաջնա գծում։ Բայց հիմա այդ ամբողջ զորքերը հայկական էթնիկ զտումներից հետո հայերի դեմ իրականացված էթնիկ զտումներից հետո ամբողջ այդ զորքը որ կա նախինում շրջապատում էր Արցախ, հիմա ինքը կանգնած է Սյունիքի սահմաններին։ Հետաբար Սյունիքը իսկապես վտանգված է։ Դա մասին պետք է պարզ ու ճշմարիտ խոսենք։ Եվ նորից եմ կրկնում, սա սցենարներից մեկն է, որ կարող է լինել, այսինքն Ադրբեջանը փորձի ռազմական ինչ-որ ներխուժմամբ իրականացնել եւ ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Սա էլ նկատում որ հենց այս բանը, երբ որ մենք ձեր հետ միասին խոսում ենք, Նախիջևանում զորավարժություններ են ընթանում թուրք-ադրբեջանական զորքերի մասնակցությամբ։ Այսինքն Թուրքիան զորք համացրել Նախիջևան եւ վաղուց արդեն իրանք այնտեղ են եւ բարբերաբար զորավարժություններ են իրականացնում։ Այսինքն վտանգը իրական է։ Եվ Իրան-Իսրայելյան այս ցավոք սրտի հակամարտությունը որ կան, սա այդ վտանգը ռիսկեր էլ ավելի մեծացնում։
Արդյոք կարող են սրանք արխանգել են, ես համոզված եմ, որ չեն կարող։ Ու մեծ համայնք ունենք թե Իրանում նաև Իսրայելում էս թվով հայեր կա, բայց մինչ օրս չի հստակեցվում, թե ինչպես է այդ տարհանումը կազմակերպելու, արդյոք պատրաստ է Հայաստանը այդքան քաղաքացի ընդունել։ Նայեք, եկեք Սիրիայի օրինակ հիշենք, էլի։ Մի քայլ արեցին Սիրիայության օգնելու համար, բացարձակ ոչինչ չի արվել։ Դրա համար մի զարմացեք, որ թե Իրանում, իսկ Իրանում 70-ից մինչև 100,000 հայ է բնակվում, իրանց ինչ որ օգնության, եթե իրան գան, ինչ որ քայլեր ձեռնարկում։ Երուսաղեմը եւս շատ կարևոր է հայության համար, որովհետեւ Երուսաղեմի քրիստոնեական թաղամասի ամենամեծ թաղամասը հայկականն է, որտեղ մինչև 5,000 հայ է ապրում։ Բայց ինքը նաև պատմական ժառանգություն Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու գերկարևոր մեր ժառանգություններից մեկն է, որը երևս պետք է պաշտպանվի, այսինքն սա որոշակի քաղաքական մշակույթ է, որը պետք է ունենայինք Իրանի եւ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար, որտեղ երկու պետությունները մեր համար կարևոր են։ Ու մեր համար մեզ ընդհանրապես ձեռնատու չէ հարցակումը եւ այս պատերազմը այս երկու պետությունների միջեւ։ Բայց ունենք այն ինչ որ ունենք, կա պատերազմ եւ կա ոչ adekvat իշխանություն, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում, ոչ մի ուղղությամբ մտածում է միայն սեփական իշխանությունը ոնց պահել, եկեղեցու դեմ ոնց պատերազմ հայտարարել, հայ գործարարներին, հայ բարերարներին ոնց բանտեր են ստացել, այսինքն սեփական այս լափամանի մասին մտածող ինչ որ մասսա ունենք, այլ ոչ թե իշխանություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Հարգելի ստատիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն է։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։